Ցուլ կարիճի դեպքերում էլ կարիճները իրենք կարող են ստեղծել այդ վիճակը, իսկ ցուլերի գոլեգաները, զուգընկեր, կողակից կարող է այդ ամենը կատարել, եթե վարկեր պետք է վերցնեն ձեր անունով, ուշադիր կարդացեք սիրելի ցուլեր այդ վարկերը, այդ պատմությունը, որպեսզի խնդիրների մեջ չընկնեք, ստորագրություն մի դրեք ամեն պատահած փաստաթղթի տակ։ Անցնենք առաջ այծեղ ջուր եւ խեցգետին 11-րդ եւ 5-րդ տներն է։ 11-րդ տունը նպատակներն են, 5-րդ տունը դա հոբբին է, սիրելի աշխատանքն է։ Երեխաների հետ կապված որոշակի խնդիրներ կարող են լինել, սև ճանապարհներով չփորձեք երեխաներ ունենալ, սև ճանապարհները դա ասեմ, որ կարող է լինել թուղթ ու գիրը։ Այո, հնարավոր է, որ ասում են, որտեղ սև լուսինը հենց կարիճում է, բավականին ուժեղ, թող ուշադիր լինեն կարիճ, խեցգետին, այդ կենդանակերպերի ազդեցության տակ ծնվածները, որպեսզի, այսինքն, եթե այդ ամենը կատարեք, խեցգետիներին ինչու համար եմ ասում, որովհետև նրանք կորոշեն ընտանիք կազմել կամ ընտանեկան այդ անդորրը վերականգնել, բայց սև գործերով երբեք անվտանգության կամ ներդաշնակության չեք հասնի։ Խեցգետիների 5-րդ տուն, այո, երեխա ունենալու համար, սիրելի խեցգետիններ, դուք մի դիմեք այդպիսի միջոցների, իսկ այծեղ ջուրների 11-րդ տունն է, այծեղ ջուրներին կարող են հարվածել իրենց ընկերները, համախոհները, հնարավոր է նրանց հետ ֆինանսական խնդիրներ, անհամաձայնություն լինի, ձեր ընկերները ձեզ կարող են ֆինանսական պարտավորությունների առաջ կանգնեցնել, դա 11-րդ տունն է։ Եվ ապագա պլաններում ուղղակի խնդիրներ կլինի, իսկ խեցգետինները կրկին նշում եմ, որ խուսափեք բոլոր այն սև գործերից, որոնք կապված են ձեր երեխաների հետ, ձեր սիրելիի հետ, դրանք 5-րդ տունը դա լյուբով, տворчество, լյուբովնիկ, սիրեցյալների հետ, բայց ճանապարհով դուք ուղղակի չեք վերադարձնելու ձեր սիրեցյալին կամ ձեր երեխային, փորձեք լինել ավելի կոռեկտ, սև լուսինը կարիճում այն վտանգներ է բերում, դա կարող է լինել եւ ֆիզիկական վտանգներ եւ էներգիաների կուտակման տեսքով։ Ձկներ եւ կույս այդ կենդանակերպերի համար փաստորեն 9-րդ եւ 3-րդ տանը ձկները 9-րդ տուն արտերկրում թող ուշադիր լինեն, սև լուսինը կարիճում չներգրավեն այդ ֆինանսական մեքենայությունների կոռուպցիաների մեջ, որի համար ուղղակի նրանց կարող են արտաքսել արտերկրից, 9-րդ տունն է։ Փորձեք ուշադիր լինել, եթե պետք է գնաք գործուղման արտերկիր, ապա մանրամասն այդ ֆինանսական մասով այդ ձեր պայմանագրերը կարդացեք, ուսումնասիրեք, որտեղ այնտեղ կարող են խաբել, քանի որ Մերկուրին էլ է նահանջող, այդ ամենը կարող եք կազմակերպել ապրիլի 7-ից հետո կարդացեք, որոշեք, հետո գնացեք, որտեղ խնդիր կարող է լինել արտերկրում,